Ինչու են ծխում մարիխուանա, պլան։ Պատճառները շատ տարբեր կարող են լինել։ Երբեմն անձը կարող է ծխել սոցիալական պատճառներից ելնելով։ Իրենք այսպես ընկերների խումբ ունեն, վայր ունեն կոնկրետ, որտեղ հավաքվում են եւ դա այսպես սովորություն է։ Բոլորով ծխում են եւ ինքն էլ է ծխում։ Եվ հաճախ անձը կարող է նշել, որ կոմֆորտ չի, երբ որ ընկերներով նստած ենք, ինչ որ լավ ժամանակ ենք անցկացնում, բոլորը ծխում են ու հանկարծ ես չեմ ծխում։ Մի տեսակ դիսկոմֆորտ է։ Շատ ավելի ես ինձ կոմֆորտ ու լավ եմ զգում, երբ որ մենք ընկերներով դա անում ենք, ընկերներով միասին ծխում ենք։ Երբեմն դա վարքային պատճառներ կարող է ունենալ, օրինակ անձը ծխում է կամ քնելուց առաջ, կամ առավոտյան արթնանալուց, կամ աշխատանքից հետո եւ դրան միանում է օրինակ սոցիալական պատճառը, օրինակ իրենք աշխատանքից հետո կարող են ընկերներով գնալ ինչ-որ կոնկրետ վայր, որտեղ ամեն անգամ գնալիս իրանք ծխում են եւ հենց այդ վայրը պայմանավորում է այդ գործողությունը, օրինակ ես ունեցել եմ այցելուներ, որոնք նշում էին, որ իրանք ունեցել են ինչ-որ ղուշ պահելու տեղ, որտեղ ծխել են, մարդիկ կան ավտոտնակ կա, որտեղ ընկերներով հավաքվում են, բլոտ են խաղում, ինչ-որ չգիտեմ, չիփս, եսի միջեր են ուտում ու դրա ընթացքի մի մաս է նաև պլան ծխելը, կան մարդիկ, որոնք չգիտեմ, ինչ-որ նկուղ ունեն, որտեղ հավաքվում են ընկերներով, նորից լավ ժամանակ են անցկացնում, ֆիլմեր են դիտում, համակարգչային խաղեր են խաղում եւ դրա մի մաս է նաև պլան ծխելը, այսինքն վարքային պատճառներից, որ դա կարա պայմանավորված լինի, ինչ-որ օրվա հատուկ ժամերին, սովորություններ, այս ժամից այս ժամը կամ, չգիտեմ, գործից հետո եւ սոցիալական բաղադրիչ է, որ ընկերներով իրար հետ ինչ-որ բան են անում եւ մի տեսակ նորմալ չի, կոմֆորտ չի, եթե ես դա չանեմ իրենց հետ։ Պատճառը կարող է լինել էմոցիոնալ նաեւ, որ երբեմն մարդը պետք է փորձի հասկանալ ես ինչ հուզական վիճակում եմ գտնվում ծխելուց առաջ եւ ծխելուց հետո, այդ դոյի պոստին շատ կարեւոր է, որովհետեւ երբեմն ծխելը օգնում է գալ այդ հուզական անզգայացման վիճակին, որ մարդը այդ միջոցով կարողանում է իրեն թուլացնել, հա, ունի օրինակ տագնապներ, անհանգստություն, ճնշումներ, լարող ինչ-որ մտքեր եւ այդ երևույթը օգտագործելը, ծխելը օգնում է, որ ինքը հենց գա այդ թուլացմանը եւ այդ վարքը կիրառելով անձը կարծես անզգայացնում է իր էմոցիաները կամ անձը ունի միայնակության զգացում, խորը տխրություն եւ ամեն անգամ ծխելով կարծես ինքը իր մեջ եղած այդ տխրությունը, միայնակության զգացումը մոռացության է մատնում, երբեմն անձը կարող է դա անել զուտ հաճույքից ելնելով։ Ես այցելու ունեմ, ինքը ասում է դա իմ համար պարզապես հաճույք է։ Իհարկե ամենամեծ ցավն այն է, որ ինչ որ մի պահ այդ երևույթը մնում է միայն, դառնում է միայն սովորություն, այլևս հաճույք անգամ չի պատճառում, դա արդեն բացասական բնականաբար հետևանքն է այս երևույթի, բոլորս էլ հասկանում ենք, որ թեկուզ այդ զգայական ազգացումը ինքը կարճաժամկետ է, դա չի կարող երկարաժամկետի մեջ օգտակար լինել, բայց միևնույն է, ինչ որ մի փուլում դա մարդուն կարող է օգնել եւ հենց դրա համար նա անում է դա։ Ուրեմն լարվածությունը, ճնշումները, տագնապները թուլացնելու համար, միայնակության զգացումը մոռացության տալու համար, երբեմն դա կարող է լինել բունտի մի ձև, օրինակ անձը հասկանում է, որ ծնողներից շատ լուրջ կախվածության մեջ է եւ չի ցանկանում դա ընդունել, չի ցանկանում դա գիտակցել եւ այս ոլորտը, այս իր կախվածությունը միակ տեղն է, որտեղ ինքը կարծես կարողանում է օրինակ ցույց տալ, որ ես այստեղ կարող եմ անել այն, ինչ ես ուզում եմ։ Տես, այստեղ ես ունեմ իրավունք, այստեղ ես ունեմ ազատություն, ես կանեմ այն, ինչ ես եմ ուզում եւ քեզ չեմ հնազանդվի։ Սա բունտի մի ձև կարող է լինել, որով անձը կարողանում է ձեռք բերել իր ազատությունը կարծես, իր մտքում կարծես պատրանք է ստեղծում, որ ես կախվածության մեջ չեմ ծնողներիցս։ Պատճառը կարող է նաեւ լինել ձանձրույթը պարզապես, հա, երբ որ անձը ձանձրույթի մեջ է, իր կյանքը իր համար անհետաքրքիր է եւ ծխելով կարծես ժամանակ է սպանում եւ այդպես սովորաբար այն մարդիկ, ովքեր դրա միջից արդեն ազատագրվել են եւ դուրս են եկել, միշտ պատմում են, որ իրենց այդ տարիների կյանքը ոնց որ կանգ առած լիներ, օրինակ կարող են խոսել 10, 15, 20 տարվա մասին անգամ, որ իրենք այդ խնդրի մեջ են եղել եւ կարծես իրենք իսկապես նշում են, որ կանգնած են, այդ տարիները կարծես չեն եղել
Եվ կյանքի սոցիալական առումով իրենք չունեն այդ տարիներին այդ ձեռքբերումները, չգիտեմ, սա անեն, նա անեն, հասնեն այսինչ բանի եւ այլն, որտեղ մենք գիտենք, թե դա ինչ կործանարար հետևանք է բերում անձի վրա, հա, մոտիվացիան սպանում է, ձգտումը սպանում է։ Հիշում եմ մի այցելու ունեի, ասում էր, այնքան եմ ծխել, որ պարզ տրամաբանություն պահանջող բան ուզում եմ մտածեմ, չի ստացվում։ Այսինքն իսկապես կարծես անձի կյանքում սեղմվում է պաուզայի կոճակը, դադարի կոճակը եւ այդ երկար ու ձիգ տարիները, որտեղ իրենք օգտագործում են այդ թմրադեղերը, տարբեր ինչ-որ ազդեցությունները, կարծես կանգ է առնում իրենց կյանքը։ Ուրեմն հիշում ենք մեր կետերը, պատճառներից մեկը կարող է հենց ժամանակ սպանելը լինի, կորցնելու, անզգայացնելու իրենց ձանձրույթը։ Ուրեմն խոսեցինք էմոցիոնալ պատճառներից, խոսեցինք վարքային պատճառներից, որ դա պարզապես սովորություն կարող է լինել, խոսեցինք սոցիալական պատճառներից, որ դա կարող է ընդհանուր ինչ-որ արվող գործողություն լինի, որի պատճառով անձը դրա մեջ է, բայց անչափ կարևոր է, եթե մենք աշխատում ենք նման մարդու հետ կամ մեր ընտանիքի անդամն է, մեր բարեկամն է, մեր ընկերն է, մենք օգնենք իրեն, որ մի բան ինքը փորձի հասկանալ, թե ինչ խնդիր է նա փորձում իրականում լուծել դա օգտագործելով, հա, որ ասպեկտին է ուղված, ինչու, այդ ինչուն փորձենք հասկանալ։ Երբեմն դա կարող է նաև անհատականության մի մաս լինի, օրինակ, եթե անձը սկսել է ծխել դեռահասության շրջանում, դա իր համար այդ իր անձի ձևավորման շատ կարևոր փուլում կատարվող գործողություն է եղել եւ այլևս ինքը ունի համոզում, որ ես այդպիսին եմ, հա, դա ես եմ։ Ես այդպիսի, ես միշտ ծխել եմ, ես միշտ առանձրային կյանքը չեմ պատկերացնում եւ դա կարծես իր անձի բաղկացուցիչ մի մասն է։ Սա էլ կարող է պատճառ լինել։ Այսինքն, երբ որ մենք աշխատում ենք նման անձի հետ, փորձենք օգնել նրան գալու, հա, այդ դոյի պոսլի, միջև ծխելը ես ինչ մտքեր ունեմ, միջև ծխելը ես ինչ հուզական վիճակներում եմ, միջև ծխելը ես ինչ չունեմ, որ ուզում եմ ունենալ։ Այսա անչափ կարևոր է, որի օգնությամբ մենք կարծես օգնում ենք այդ անձին հասկանալ մոտիվը այդ գործողության, որովհետև բնականաբար միշտ կա մոտիվ, միշտ կա ինչ-որ պատճառ, որի համար մարդը դիմում է այդ քայլին, հա, այդ միջոցով իրեն ազգայացնել, այդ միջոցով մոռացության տալ ինչ-որ բաներ, այդ միջոցով իրեն բթացնել, սպանել իր ժամանակը եւ այլն եւ այլն։ Ինչ անել, ընկերներ, ինչ անել, ինչպես գտնել լուծումներ, որ մենք կարողանանք մեր շուրջը եղող նման մարդկանց օգնել եւ արդեն մենք թերապևտիկ դաշտում ինչ ենք անում, հա, նման դեպքերում։ Եթե մենք հասկանում ենք, որ անձը ծխում է զուտ այդ իր լարվածությունը, տագնապը, վախը, ճնշումները, տարբեր այդպիսի իրանց լեզվով ասած նապրագները ցրելու համար, իզմենը իրանց լեզվով նորից ասած ցրելու համար, մոռացության տալու համար, անզգայացնելու համար, մեր խնդիրն է սովորեցնել իրենց ինչպես այլ միջոցներով, շատ ավելի կառուցողական, շատ ավելի օգտակար սովորություններով թուլացնել, հա, այդ լարումը իրաց մեջ եղած, սովորեցնել տարբեր ռելաքսացիոն տեխնիկաներ, տարբեր սեփական մարմնից այդ լարվածությունը դուրս հանող տեխնիկաներ, դա կարա հոգեբանի հետ զրույցը լինի, դա կարող է մարզումները լինեն, մարդը ինքը կարող է հասկանալ, հա, ինչը կարող է օրինակ իրեն հանգստացնել, թուլացնել, գտնել փոխարինող միջոցներ։ Եթե մենք տեսնում ենք, որ դա պարզապես սոցիալական մի վարք է, փորձենք հասկանալ, արդյոք անձը պատրաստ է փոխել իր շրջապատը, փոխել իր ընկերներին, արդյոք անձը պատրաստ է, անգամ եթե մնում է այդ շրջապատի մեջ, որտեղ շատ հաճախ հենց իրենցից հենց հնչող արտահայտություն է հարազատ քուչա, հա, իրենք հենց այդպես էլ ասում են, դա իմ մանկության ընկերներն են, սա մեր բակն է, սա մեր, չգիտեմ, Զեյթունն է, սա մեր Բանգլադեշն է, սա մեր մասիվի տղերքն են, ես ոնց կարամ այս շրջապատից կտրվեմ, եւ եթե մենք տեսնում ենք, որ այո, սա ինչ որ դա իր կյանքի պատմությունն է, դա իր ընկերներն են, դա իր մանկությունն է, դա այդտեղ ամեն ինչ կա, հասկանում եք, եւ վերցնել այսպես իրեն հանել այդ շրջապատից երբեմն անհնար է։ Գուցե ինքը մնալով այդ շրջապատի մեջ պետք է փորձի դնել այդ սահմանները, որը հեշտ չէ եւ դրա վրա աշխատել է պետք։ Մենք գիտենք, որ
Քրիստոնեության Սուրբ գրքում շատ հետաքրքիր դիպուկ խոսք կա, որ ես միշտ մեջբերում եմ նմանօրինակ դեպքերում, որ վատ ընկերակցությունը փչացնում է բարի համբավ ընկերներ։ Մեզանից ոչ ոք թող այդքան իր հասկացողությանը չվստահի, այդքան իր ուժերին չվստահի, որ նա կարող է լինել նմանօրինակ շրջապատի մեջ եւ այսպես անմասն մնա, անմասնակից մնա։ Գործնականում դա հնարավոր չի։ Մենք բոլորս էլ գիտենք, որ մենք ներազդվող անձեր ենք, մարդ արարածը, մարդու հոգեկանը ինքը փոխակերպվող է, ներազդվող է եւ լինելով նման սոցիալական խմբերի մեջ մենք այդ ամենի կրողն ենք դառնում։ Հետևաբար ես գոնե կառաջարկեի, որ փախեք ուղիղ իմաստով, փախեք նման շրջապատից, փախեք նման ընկերներից, որ դուք տեսնում եք, որ այդ հարաբերությունները ազդում են ձեր կյանքի որակի վրա։ Եթե դուք տեսնում եք, որ շրջապատն է, եթե դուք տեսնում եք, որ դա ձեր տագնապի մի մասն է, որի պատճառով ծխում եք, եթե դուք տեսնում եք, որ դա ձանձրույթի ժամանակ սպանելու մի միջոց է, հա, գտեք փոխարինող բաներ։ Պետք չի միայն մարդուն կանգնել ու ասել, որ չի կարելի ծխել, էլ պետք չի ծխես, ոչ թե դա ասել, այլ մենք միշտ պետք է մարդուն փորձենք առաջարկել այդ այլընտրանքները։ Եթե չծխել, ապա դրա փոխարեն ինչ կարելի է անել։ Ես դեպք գիտեմ, որ անձը ասում է, որ ես շատ եմ սիրում օրինակ կենդանիներ, սիրում եմ շուն պահել, սիրում եմ հուշ պահել, սիրում եմ ձուկ պահել, գտիր էլ ինչը կարող է քեզ տալ այդ անջատումը շրջապատից, այդ թուլացումը, այդ կտրվելը կարծես այս լարվածությունից, կյանքի այս ռիթմից կտրվելու էլ ինչը կարող է քեզ տալ այդ հանգիստը։ Անց կա, որ ասում է ես այգի ունեմ, վարդեր եմ տնկում, չգիտեմ, ծառեր եմ մշակում, բույսեր եմ աճացնում, ջերմոց ունեմ եւ դա ինձ հանգստացնում է։ Դու գտիր քեզ ինչն է հանգստացնում։ Ընկերներ, եթե փորձեմ ամփոփել, այն անձերը, ովքեր ինձ լսում են եւ ունեն այս կախվածությունը, խնդրում եմ, թույլ մի տվեք, որ այս մոլախոտը որպես վատ սովորություն իսկապես խեղդի ձեր բարի սերմը, խեղդի ձեզ, որտեվ ես վստահ եմ, որ ձեր միջուկը, ձեր մեջ եղած այդ լավ մնացած կողմը, չայստը, բաժինը, մասը շատ լավ հասկանում է, որ սա լավ չի, շատ լավ հասկանում է, թե սա ուր է ձեզ տանում։ Փորձեք լսել ձեր առողջ մասին, փորձեք կապ հաստատել ձեր մեջ եղած այն առողջ մասի հետ, որ ձեր ներսից ձեզ հուշում է, որ սա լավ տեղ չի տանում։ Կանգ առեք, մի տրվեք այդ հունին, որը ձեզ տանում է կործանման, մի տրվեք այդ հունին, որը ձեզ անդադ ներքև է իջացնում, դիմադրեք, պայքարեք, մի հանձնվեք։ Իսկ ովքեր որ այն անձիկ են, որ իրենց շրջապատում սիրելի մարդն է, երեխան է, եղբայրն է, ամուսինն է այս ամեն ինչի մեջ, հարց տվեք ձեզ, ես ինչով եմ երբեմն նպաստում, որ իմ ամուսնու մոտ, իմ երեխայի մոտ, եղբոր մոտ այս վարքը ամրապնդվի։ Ես ինչով եմ դրդում, խթանում, որ անձի մեջ այս վարքը ամրապնդվի, որն է իմ դերը այս ամբողջի մեջ, ես ինչ կարող եմ անել։ Իհարկե ես խոստանում եմ, որ անպայման ես նյութ կպատրաստեմ փոխկախյալների մասին եւս, որտեղ ցանկացած կախվածություն ունեցող մարդ իր կողքին ունի փոխկախյալը իր, բայց այսօր խոսքս դրա մասին չի։ Շնորհակալ եմ, որ ինձ լսեցիք, ովքեր որ ունեն այս դժվարությունը, կապ հաստատեք մեզ հետ զանգահարելով 095 51 44 54 հեռախոսահամարով, հետևեք մեր ինստագրամյան, ֆեյսբուքյան, յութուբյան, տիկտոկյան էջերին, որպեսզի նմանօրինակ նյութերը լսեք եւ բաց չթողեք նմանօրինակ նյութերը, որոնք ապահովելու են ձեր հոգեկրթությունը, ինքնակրթությունը, անձնային աճը, որ եթե դուք ունեք այս դժվարությունները, դուք ինքներդ ինչու ոչ փորձեք ձեր ռեսուրսներով հաղթահարել եւ անցնել այս ճանապարհը։ Ցտեսություն։